Live. Դե բարի երեկո, բարի ուշ երեկո, արդեն 28 հոկտեմբերի 2025 թվական հմեկից կասեին, չէ, սիրելի հանդեսատես կոներողությունն ենք հայցում տեխնիկական պատճառներով բան, բայց ես գործնական պատճառներով եմ եթերը ուշ սկսում։ Շարժվեցինք առաջ օրակարգի վրա առաջնահերթ մեր Սուրբ Սրբոց հայրաքելական Սուրբ Եկեղեցու Մայրաթորի ազատագրումը, որտեղ Հովանավանքը եւ նրա նման ժողովուրդը այնտեղ ԻՊՀ, ի պաշտպանություն Հայաստանի հայկական լեգիոն։ Մենք մեծ հաջողություններ ենք արձանագրում, բայց չմոռանանք ում շնորհիվ սիրելի, սա փառքը անվանահոր եւ որդվո եւ հոգուն Սրբո ամեն, օրհնյալ է Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հիսուս Քրիստոս Աստվածն է մեր, որ նստավ ընդ աչքն մեր երկնավոր հոր եւ գալիս է ալելույա Տեր ամեն։ Տեր աշխարհը ման եկա, ինպես անպիտան, անարժան, կեղտոտ եւ անարժան ծառա չգտա։ Մեջբերմանավարտ իր խոսքերն են Սուրբ Գրիգոր Նարեգացի։ Թող գնա նստի տեղը։ Քիթը իջացրու մարդ։ Ես քաղաքական ուժերիդ հետ առնչվելիք չունեմ։ Ես քաղաքական ուժերիդ հետ Հայաստան առնելիք տալիք չունեմ։ Պիտի խնդրեմ ուստի նրանց հետ ում հետ մենք առնչվենք եւ գործունեություն ունենանք, որպիսի օգտվի Հայաստանը մեզ մի քաղաքականացրեք, այլապես երկիրը կեղնի մեր տեսակին քաղաքականացնելով անպաշտպան։ Խոսքս վերաբերվում է արտքաղաքական ուժերիդ Հայաստան։ Մենք շատ լավ գիտենք ով ում բարեկամն է, մենք գիտենք ում հետ ենք շփվում, ումը ինչ մեկնաբանություն ենք անում, եթե չունենանք հիմքը, չենք հանրայնացնի։ Սիրելի հարնակից, ես ներկայացնում եմ ինպես ձեռընդրված հայրաքելական Սուրբ Եկեղեցու դբրած եւ սարգավակած զորքը, նրանցից մեկն է, որ գնում ենք Էջմիածին եւ Իվերի Երուսաղեմի առաջ Տեր Հիսուս Քրիստոս ականատես լինելով մեր խնդրանքը, որ սրբամաքրման կողքին շնորհե մեզ ներում Տերը։ Շատ մեծ պղծություն է կանգնացրել հայը, բոլորիդ եմ ասում, գրկի երեխաներից մինչև ծերունի տատիկ պապիկըտ։ Սոտոմական մեղքը ասում եմ կանգնացրել եք Սուրբ տեղը։ Վայ մեզ։ Հիմա հաջորդ հաղորդակցությանը հիշեք մեկ բան։ Տերը դատել է ու կդատի իշխաններ, թագավորներ եւ երկրներ, հավաքական։ Որովհետեւ պիտի հիշեցնեմ նորից, երբ հրեշտակին մարգարեն հարցրեց Սոտոմում, Սոտոմում այդ քաղաքը որ կա, հա? Եթե 10 մաքուր լինի, եթե 5, բայց այնտեղ խոսակցության մեջ մեկ բառեր կա, ասում է բա անմեղները։ Մարգարեն հրեշտակը պատասխանեց. Անմեղների անունից խոսեիք։ Վերջակետ։ Վայ մեզ։ Հիմա մարդը եկել ասում է Տեր Արամը կարգալույծ է։ Կարգալույծ անողը խուլիգան է։ Հայրաքելական Սուրբ Եկեղեցու կանոնով վաղուց գահանքեց, պիտի կրկնեմ ժողովրդի ասածը, եւ վաղուց կարգալույծ չկաթողիկոս մեկը որ գոյություն չունի, չի կարա Տեր Արամ, Տեր Տատե, Տեր Տարոն կամ մնացած որևէ ամուսնացյալ քահանաներին կարգալույծանի, այստեղ նրբություն կա, մեջբերում եմ անում։ Ես այո աջակցելու եմ եւ աջակցում եմ, ԻՊՀ կանգնում է բոլոր քահանաների կողքին, բայց այստեղ նրբություն։ Կրկնում եմ, մեջբերում եմ անում ես վարչապետի ասածը։
ամուսնացյալ քահանան չի կարող տեղապահ լինել։ Կարճ կոնկրետ եւ վերջակետ։ Եվ ինչու եմ գնացել։ ԻՊՀ-ի մասին է խոսքը։ Հայկական լեգիոնի ինչի եմ գնացել օհանավանք։ Հարցումները, որ տալիս եք քաղաքացիներին, մեզի ընկնի այդ հարցը ես պատասխանեմ։ Ընդեղ էինք, որտեվ Նիկոլ Փաշինյանն էր ընդեղ, այո։ Ոնց։ Ուրեմն դուք քաղաքը չէ։ Նիկոլ Փաշինյանը առաջնորդությունն է ստանձնել երկրի իշխանը։ Վարդանանք Սուրբ ազգային շարժման։ Բաց դռները բացեցինք։ Նրանից են կողմ պետական եւ սեփական ազգ պետություն միությունը պիտի մաքրի մայրաթորը։ Ես սպիտակ նժույգով թռնող սպիտակ ձիով լեռներից չեմ իջել մենակս ազգդ եկեղեցիդ բանագդ բրգեմ եղբայր, նամանավանդ ձեր ֆայլա բազարումը տեղ։ Բա իհարկե իմ առաջնորդը որտեղ ընդեղ ես։ Խնդիրը որն է տեղ։ Խնդիր եք տեսնում Սաղմոս ասող առաջնորդին։ Խնդիր կունենա Սաղմոսի բարերից, երբ կգա երկրի թագավոր իշխան նախագահի բերանից, երբ Սաղմոս կհնչի, խնդիր կունենա օրինակ Ները կամ Փաշազադեն։ Եկեղեցին 9 անգամ ավելի մեծ է հայկական հայարակելական Սուրբ եկեղեցին, քան Հայաստանն ու իր պետականությունը, հələ լավ հաշվի։ Գիտեք, մեջբերում պիտի անեմ Պետրիորկ Արամ Արաչինի դպրևանքից Անտլիասի թեմո։ Էդ ինչի ա որ ունենք Անտլիասի թեմ։ Եվ այստեղ ես չեմ կարող բաց թողում անել, չեմ կարող, որովհետև ուխտը սուրբ է, սիրելի ժողովուրդ, ես չեմ կարող կանգնել մարդկանց կողքին, ովքեր ուղակի մխրճված են այս ամեն ինչի մեջ եղել։ Ես անհատորեն չեմ թիրախել ոչ մեկին, որ վիրավորեմ։ Սրիկան սրիկա է եղել, որ եկել է այս գարոն ազգի գլխին։ Կաշառք ա կերել մարդա մեկը։ Ես չեմ կարող ժպտամ դիվանագետորեն կանգնեմ իրա կողքը։ Ես չեմ կարող լռել Հովնան Տերտերյանի մասին։ Ես չեմ կարող լռել այն փաստի մասին, որ կտրիչը Հովնանը Վազգեն Քահանան օրդնել են օրինական են հրճակել երկու տղամարդու ամուսնությունը։ Դատապարտելի է։ Բայց այդ ամեն ինչը իր տեղը։ Բայց եղել են կուսակրոններ, որ եկել են ժամանակին մեր կաթողիկոսի մոտ կեղնի, թե առաջնորդի մոտ, որ իր մոտ նպատակ կա, ինքը չի գտնում այլևս, որ նպատակը հարմար է, իր կյանքը չի տեղավորվում կուսակրոնական կյանքի մեջ։ Ամուսնանում ամուսնացյալ քահանա է դառնում։ Բայց այդ մարդը, որ ամուսնացյալ քահանա է, չի կարա կարգալույծ անի Տեր Արամին, չեք հասկանում։ Հիմա հայ սուրբին էլ մեծ միրուքը կախած այդ կապուտ կլեչատնի գոլֆ, Դոնալդ Թրամփի գարաժելից առը երևի, կլեչատնի կապուտ կաստումը հագե, թուղթը ձեռը եկեք այնելա, նույն թուղթը ձեռքները, օհանավանք, լսի ինչ եմ ասում, միասնիկյան այդ պիղծ, տրարձանը խիեք տնգե երկրիս մեջ նախ պիտի, քաղաքապետարանի դեմը, հանեք ռադարեք սևագի արձանը դրեք ասում եմ։ Եկավ ընդեղ թուղթը ձեռքը, ասեց այդ միասերականների ամուսնության հերքման նամակ են բերել։ Այդ որ մի տրամաբանության տեր 10 տարեկան երեխայից մինչև ճիշտ ու արդար դատող դատավորը կընդունի նման բան կամ որևէ մեկը որ ընդեղ էր, ինչ նամակ։ Ամերիկյան կառույցներն են շնորհավորել, շնորհակալություն հայտնել 1-2 եւ եվրոպական էլ, որ Փինք Արմենիայի նախագահը Վազգեն Քահանան բերել է մեծ հաջողություն
Միասերականների ամուսնության պահանջարկը հայրաքելական Սուրբ եկեղեցում օրինական ճանաչելու աշխատանքի մեջ փայլուն դրսևորում ռոզվի մեդալ է ստացել այդ մարդը ասում եմ երկրորդը տեղափոխումներ տեղի ունեցավ Կալիֆոռնիայից որովհետև Գրիգոր Լուսավորիչը պիտի կառուցեիք փող լվայիք դրել է մեջից վրա սիրելի ժողովուրդ ըստ կանոնի հայրաքելական Սուրբ եկեղեցու խորանը նայում է դեպի արևելք Pasadena Կալիֆոռնիա Հովնանև հենդի թուն լավ գիտես ասոր մասի Փոխանակ արևելք նայի հոն սրահը բիտ քանթվի ֆիլան չլար հոն բարահանտես կնենք կոր մենք ասկողմը թողել լայմագը փամը չէ ով պիտի քիտնավոր Գրիգոր Լուսավորչի Սուրբ եկեղեցին հայրաքելական Pasadena Կալիֆոռնիայում խորանը նայում է հարավ մեղատ էր արագորեն հյուսիս պահեիր Եթե դիրքը չի բռնել ուրեմն աստծո մեջ էր որ լիներ ուրեմն քո գործը դեպի զարաստված չէր հովնան որ դու քանդեիր մարդկանց վրա կուսակրոն մարդու վրա մաքուր հայ սուրբի վրա շար սարքեիր քո քարտուղարուհի բոզով ու նրանով մյուսով այդ շանտաժը որ սարքեցիր որ ես շինարարությունը տեղի ունենա որտեղ մաքուր կուսակրոնները խանգարող հանգամանք են քեզ ասում եմ 2 տասնամյակից ավել մեջներդ եմ այս խաչի ինձ տվող հայ սուրբի խոսքը բոլոր կաթողիկոսից մինչև այն սարգավակի դբիրը օկնական 10 տարեկանը Տեր Արամ, Տեր Տարոն, Տեր Թաթե բոլորը լսելիք ունեն հայ սուրբից կասեմովա Պարոն վարչապետ, հստակ արձանագրում ենք Տիրոջ փառքին ձեռք բերած հաղթանակ։ Սիրելիս, մարդիկ ասում են, եկել եք այստեղ, որտեղ Նիկոլ Փաշինյանն է այստեղ։ Ես ուղղակի կպատասխանեմ, այո։ ԻՊՀ-ի առաջնորդն անա, ես զինվորական եմ։ Բայց զինվորական ինչ գործ ունի սրա մեջ։ Մենք ռազմահայրենասիրական կառույց ենք նախ։ Երկրորդը, եկեղեցին սրբամաքրելը համարում ենք առաջնահերթ։ Դրա համար Վարդանանք ազգային շարժումը, որ ծնունդ է արել ԻՊՀ-ից, նրա սուրբ առաքելությունը մենք հանձնել ենք եւ ստանձնում է ՀՀ վարչապետը, խնդիր ունես ընկեր։ Okay, գնա ամերիկյան դեսպանատուն, no, ինչ անունը, պարոն Ֆուֆունց, հա, մարդու իրավունքների գրասենյակ, հա, ինչ էր դրա անունը, Տոնոյան, Քուքունց, Ֆուքունց, սենց մի հատ անուն է, գնա սա մարդու իրավունքների խախտում է սա, այս մարդը զինվորական է հակվել, աջակցում է վարչապետին, այս զինված ուժերի էլ գերագույն հրամանատարն է եղբայր, Յան իրեն չի, որ էդի մոռանալիք բան է, էլի, չէ, հա, բայց ինքը մի քիչ այս առումով ձեզ թվում է, որ մենակ է, սա սուրբ Վարդանանքն է, որի առաջնորդությունը ստանձնել է մեր եղբայրը Նիկոլ Փաշինյանը։ Նորից եմ խնդրելու բոլորիդ, որտեղ սուրբ Վարդանանքը, որտեղ սուրբ հոգևոր վերակառուցում, վերականգնումը, որտեղ որ մենք իսկական, ախր, ոնց ասեմ էլի, դուք գիտեք Հարիսայի օրը հիմնականում ովքեր են տոնում, հա? Մինչև Սուրբ Մերոնի էփելը, նոր տարին առանց նեռի ճտերի, մերը մերն է, ձերը չի, ազգ պետություն միություն, եկեղեցին մենք ենք կագեբե, այդ թուղթի կտորը առել եկել է Սոհանավանք, դատարկ տեղը կրված աղբերներիս Օհանավանում բանն եմ տեսնում, այդ ներվայնանալը, ստրեսը, ով ես դու գաս այդ անդորը խանգարես այդ տղա, ով ես դու, ինչ կարգապահության կոմիտե, տղա ջան իրար ձեռ եք գցում մայր տաճարի մեջ, այսօր Տեր Արամ դու
Մինչ ստանձնելը կուսակրոն մաքրամաքուր մեր տեղապահի թեկնածուն, որպես տեղապահ դու այսօր ազգի քահանան ես, Աստված պահապան մեզ, Տեր հայր Տարոն, Տաթեև, Արամ, հորդորում եմ բոլոր քահանահայրերին, միացեք մեկ անդրադարձ մնել արեք Նորագավիթի Սուրբ Գևորգ, ես գիտեք ինչ, երբ աղոթք զնար Աստված եւ խնդրանք ունեմ Տիրոջից, որ անդրադարձ անի կապված լիգիոնի հետ, միշտ Սուրբ Գևորգներուն եմ տանում աղոթքը։ Եղբայր, երեխաներին Նորագավիթի հենց այդ շրջանի, հենց այդտեղ Քրիստոսի գործը արած կլինենք առաջի հերթին, այդ ռուսաց ուղափար եկեղեցում որ տվել, ներողություն խնդրելով, սիրելով եղբայրական համբույրներ տալով իդ ճամփեք այդտեղից։ Էդի Նորագավիթի այդ շրջանի երեխեքը որ փողոցն են ամբողջ օրը, շնիկների բաների հետ են խաղում, շնիկների ագանջներն են քաշքշում, կադուների բաների հետ են խաղում սենց, ծիդիկներ, ռագատկա, թող գան այդտեղ հոգևոր սնունդ ստանան, քահանահոր, իդեպ ավակ քահանաներ կաք դուք էլի, կամ Քրիստոս կամ կտրիչ եղբայր, դա կիրակնորյա երեխաների պատանիների Սուրբ Գրքի սերտողության կենտրոն սարքեք, թող գա Քրիստոսի Նորագավիթ, Աստված օրհնի ազգս հայոց պետականությունս, նրանք ովքեր կլսեն որտեղ որ վարդանանքի առաջնորդն է, մեր եղբայրն է Նիկոլը, Նիկոլին թիկունք եք կանգնում, ազգ պետություն միություն, նրանից հետո պետական հողի վրա կկանգնենք կասենք պարոն վարչապետ, էս է մեր խնդրանքը, մենք պահեստազոր եւ պայմանագրային մշակելու աշխատանքի մեջ մասնակցելու հայրենիք եկած հայկական լիգիոնն ենք, մենք արտասահմանյան ռեսուրսներ ուզում ենք կապենք հայրենիքի ոչ միայն զինվորական, այլ այլ զարգացումների հետ կապված, չթողին աշխատենք, անընդհատ խանգարեցին, ես շատ լավ գիտեմ, որտեղ գործում է լույսը, բարին, ընդեղ սողում է այդ մութն ու չարին, հա, ոտքդ դիր վզին այդ վիշապի, Նիկոլ եղբայր, մենք դեռ ճանապարհ ունենք գնալու, արդ քաղաքական ուժերին թեթև անդրադարձարա, բոլոր ազգին, կամ Քրիստոս, կամ կտրիչ, մենք ընտրում ենք Քրիստոս, Աստված օրհնի ազգս, հայոց պետականությունս կտեսնվենք գալիք օրերին, մենք իդեպ համաժողով ունենք կազմակերպելիք, պարոնայք արդ քաղաքական ուժեր զգուշացնում եմ եւ ուրախացնում եմ, ուրեմն ձեր ծրագրերը կարող եք ճշտել միմիայն մաքրամաքուր, սպիտակ ջինջ, ԻՊՀ-ի դրոշը դրված, վարդանանքի եւ պետականությանս դրոշը ներկա, ամբիոնից, թե իրոք ինչ լուծումներ ունեք այն խնդիրների մասին, որոնցով գլուշիտ արիք ասելով։ Լուծումը ծրագիրը որն է։ Մենք էլ կներկայացնենք մեր արդիականացման ծրագրերը, թող լսի պետություն ազգ ժողովուրդ, վարչապետ թե մնացած պետական կառույցները, սիրելի հայրենակից, խնայողաբար պիտի շարժվենք, որ տատիկները կրկնում եմ, այդ անտանելի տեսարանը, որ տեսա, բուլկի գինը չհարցնի նոր առնի։ Էլ ես ինչ, հայ բանակիս համար եմ ասում եմ, անեմ, էլ քանի լում արժի, քանի կոպեկ արժի, եթե տատիկը հարցնում է բուլկին ինչ արժի նոր առնի, հայ, պապիկը կամ տատիկը։ Ուստի խնայողությունները մի լսեք ես հիմարներին, խնդրում եմ ես ապուշներին մի լսեք, ասում եմ ես իմ հայրենիքը սիրելով ողջունում եմ Պապիկյանի հայտարարած հռչակած, որ բերել է բանաձև, որ տարիուկես դառնա ծառայությունը, 100 միլիարդ տոկոս, քյոպակներին ենք զարգացնելու, պայմանագրայինը երեխեքը թիկունք բայարկ է, հայրական բազուկ տարեք, հերիք ղզիկ աբիշնիկ աղջիկ երեխու պես բամփասեք, մենակ վերև մեղադրեք, ազգ պետություն միություն գործ ունենք անելու, պարոն վարչապետ, պետական մակարդակի վրա ձեզ զեկույց, գալիք հավաքին, ես ուզում եմ գնամ երկաթ գծերից հետևից, մենք ուզում ենք մեր երկաթուղիները
ազգայնացվի, խնդրում եմ սա հզոր շեշտումներով, մեծատարերով եմ, տողատակերն էլ հասկանանք ինչա, ազգայնացնում ենք, չենք պետականացնում, և շնորհակալ եմ ջրամբարների կառուցելու համար, այսօր թարմ ջուրը եղածով զենքը, Աստված օրհնի քեզ Հայաստան, կտեսնվենք օհանավանք մեր Վարդանանքի ուխտագնաց վայրերից մեկը, շնորհակալ ենք Տեր Արամ, աչք եմ համբուրում քահանահայր, հեռավոր ափերից արթուն ենք, զգոնենք, հիմա այս ժամերին էլ մի քանի հատ օհանավանում պարեկ ունեմ, որ են վլվլիկները չգան նամակ ձեռները, չգան նայեն էթան, մենք կուզենք իմանանք, որ օհանավանը խախանդա, հանգիստա, մենք մեր օհանավանի աղբրտինքի թևուտիգունքի կողքին ենք, ձեր ցավը տանեմ, օրինակելի, արժանապատիվ հայ որդիներ, օհանավան, դու ես կրում դրոշը, թասբի